Գաղտնիք չէ, որ Հայաստանի Հանրապետության ամենաաղքատ մարզը Շիրակի մարզն է, մոտ 43% աղքատություն կա 2025 թվականի ցուցանիշներով, դուք ասում եք, որ երբ գանք իշխանության, շատ կարճ ժամանակում ոչ միայն Շիրակի մարզը, այլ նաև հայրաքաղաք Գյումրին սոցիալ-տնտեսական վերելք է ապրելու։ Այս ծրագիրը ինչպես եք նախատեսում կյանքի կոչել։ Ես չեմ ուզում մասնավորեցնել միայն Շիրակի մարզը եւ Գյումրին։ Դուք կարող եք զարմանալ, բայց Փաշինյանը նույնիսկ իր հայրենի մարզն էլ, Տաուշի մարզն էլ է հասցրել արդեն 40% աղքատության։ Եվ բոլոր մարզերը այդ հարցում անմխիթար տեսք ունեն։ Մենք համակարգային փոփոխություններ ենք անելու տնտեսության մեջ։ Մենք բոլոր մարզերը միաժամանակ զարգացնելու ենք։ Ամեն մարզ ունենալու է իր անհատական տնտեսական ծրագիրը։ Չի լինելու այդպիսի քաոս, որ իրենք ստեղծել են թե պետությունում, թե տնտեսության մեջ շատ մտածված, շատ հավասարակշռված քաղաքականություն ենք տանելու, որ մարզը ինչի հնարավորություն ունի եւ ինչ աշխատանքային պոտենցիալ ունի, մենք դա օգտագործելու ենք։ Իսկ ինչ վերաբերում է Շիրակի մարզին, դա նույնիսկ ես իմ պատվի խնդիրն եմ համարում, որ Շիրակի մարզը, ամենատուժված մարզը, ամենաաղքատ մարզը, աղքատության եզրին կանգնեցրած մարզը, մենք առավելագույնս ենք անելու, որ այդ մարդիկ այսքան տարի տառապելով այդ տնակներում պետք է ունենան բարեկեցիկ կյանք եւ դա անելու ենք շատ արագ, որպեսզի ամեն օր իրենք զգան փոփոխություն իրենց կյանքում։ Վստահ եղեք դրանում։ Շիրակի մարզը կարող է վստահ լինել դրանում։ Տաուշի մարզը կարող է վստահ լինել դրանում։ Մյուս բոլոր մարզերը կարող են վստահ լինել դրանում։ Մենք վարելու ենք քաղաքականություն, որը կզարգացնի մեր մարզերը, կլիցքաթափի Երևանը այս խնդիրներից, քանի որ Երևանը դուք տեսնում եք աշխարհի ամենասիրուն քաղաքը դարձել է ոչ կոմֆորտ քաղաք մարդկանց ապրելու համար, ոչ մի հարց չի լուծում Երևանի համար, չեն կարողանում լուծեն Երևանի համար, դրա համար տառապում են թե Երևանի ժողովուրդը, թե մարզերի ժողովուրդը, ովքեր միակ աշխատանքի հնարավորությունը տեսնում են մեկ օր շուտ վազեն գան Երևան, քանի որ մարզերում ամբողջությամբ բացակայում է թե աշխատատեղերը, թե ժամանցի տեղերը, թե մարդկանց ամենապրիմիտիվ ապրելակերպի համար անհրաժեշտ միջոցները։ Դրա համար մենք շատ ուշադիր ենք լինելու բոլոր մարզերի եւ բոլոր գյուղերի նկատմամբ։